Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Եվ օդի որակի հետ կապված, սիրելի երևանցիներ, իհարկե այս ինչ ասեցի, ուզում եմ հանգարց, հիմա ինչ որ կասեմ, հանգարց չի մեղմացնում նախորդ ասածը, Երևան քաղաքը իր աշխարհագրական դիրքով այնուամենայնիվ օդի փոշու տեսանկյունից որակի առումով ունի խնդիր։ Եվ տեսեք, մենք հունիս ամսին արձանագրում ենք օդի լավ որակ։ Մի ամսին, երբ որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարությունն է, ամենաակտիվ տեղաշարժն է քաղաքով, ամենամեծ քանակի տուրիստները կան եւ այստեղ մենք արձանագրում ենք, որ փոշու մակարդակը օդում ցածր է, պայմանավորված մեր բնակլիմայական պայմաններով։ Մեր օդի որակը եւ փոշու մակարդակը բարձրանում է նոյեմբեր ամսից, ցավոք սրտի, եւ այդտեղ մենք իհարկե շարունակում ենք ուսումնասիրությունները, որպեսզի կարողանանք հասկանալ ոնց կարող ենք մեղմել այդ շրջանում օդի որակի վատ թարացումը, որովհետեւ էլի այն պնդումները, որ սա քաղաքի ակտիվության հետ է կապված, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում, որովհետև եկեք քիչ անկեղծ լինենք, հաստատ ձմռան ամիսներին չի ակտիվ շինարարությունը։ Հիմա ամենաակտիվ սեզոնն է Երևան քաղաքում եւ Երևան քաղաքում օդի որակը շատ լավն է։ Եվ հետեւապես մենք հաջորդ քայլը մեր Տիկին Հայկազյան պետք է լինի մեղման շրջանակում գործողությունների ծրագիրը։ Իհարկե կանաչապատումը իրականացնում ենք, բայց այնուամենայնիվ նաև պետք է հասկանանք, թե ինչ գործ ու քայլեր կարող ենք անել այս հազարամյակի խնդիրը լուծելու համար։